Ողջույն ընկերներ, Մայիս Կարիբյանն է, այսօր դեկտեմբեր 28-ն է, ընդամենը 3 օր է մնացել, որ 25 թվականը պիտի վերջանա և ես տարիներ է, որ ուսումնասիրում եմ մարդկանց և հետաքրքիր է այս տարվա վերջի օրերում ինչպես են մարդիկ անցկացնում իրենց օրերը և ինչի վրա են ուշադրություն դարձնում, այդ դրա մասին եմ ուզում խոսել։ Եթե հետ նայենք, որևէ տարիք, որ դու կաս, օրինակ ես 41 եմ, նրանք ովքեր ինձ նայում են, միգուցե 20 են, 30 են, 40, 50 կամ 60, երևի շատերդ ինձ հետ համաձայն կլինեք, որ տարվա այս ժամանակը բոլորը փորձում են առևտուր անել, պատրաստվել Սուրբ Ծնունդին, Զատիկին, Նոր տարուն և դրա մեջ վատ բան չկա, բայց շատ քչերն են, երևի կարամ միգուցե շատ ճշտորեն գուշակել, երևի 5% կամ քիչն են, որ իրոք ժամանակ են վերցնում և մտածում են, թե այս 2025-ը ինչպես անցկացրեցին և դրա մասին ուզում եմ ավելի մի քիչ խորհենք իրար հետ։ Այ եթե նայում ես քո կյանքին, որևէ տարիքում, որ դու կաս, վերցնենք վերջի մի տարին, այ ինչեր փոխեցիր քո մեջ, ինչեր նայեցիր, որ պետք է վերականգնես, ես դրա մասին շատ եմ մտածում և ինչքան որ ուսումնասիրել եմ այն մարդկանց, ովքեր մեծ հետք են թողել իրենց կյանքում կամ իրենց կյանքից հետո, նրանք այն մարդիկ են, որ խորապես հասկանում են կյանքի իմաստը և երբ որ դու գալիս ես այդ մտածելակերպի հասակին, կյանքին ընդհանրապես ուրիշ ձև ես սկսում տեսնել, դու հասկանում ես մի բան, որ այս կյանքում ամեն ինչ անցողիկ է, ինչպես Աստվածաշունչն է ասում, եթե մարդու օրերը լինեն 70 կամ 80 տարեկան, դրանք նորից անցողիկ են և ի վերջո մարդ պիտի հասկանա, որ այն կյանքը, որ Աստված մեզ տվել է, ժամանակահատվածը սահմանափակ է։ Այ ինչ ենք անում մենք դրա հետ և ինչպիսի հետք կթողենք մեզանից հետո, թե լավ, թե վատ օրինակ լինելով այս աշխարհում կամ մյուսների համար, դա ամբողջը գալիս է մեզանից։ Բայց ես հասկացել եմ տարիների ընթացքում, որ այս տարվա վերջի օրերը շատ ուշադիր պիտի լինենք, ոչ թե նայենք, թե ինչ է կատարվում աշխարհում մեզանից դուրս, այլ ավելի շատ ուսումնասիրենք մեր ներքին աշխարհը։ Արդյոք այս մեկ տարվա մեջ մեր ներքին աշխարհում փոփոխություններ եղավ։ Ես հավատացնում եմ, որ դրսի աշխարհում շատ բաներ փոխվեց։ Մենք յուրաքանչյուրս ականատես ենք լինում, թե ինչքան փոփոխություններ է լինում յուրաքանչյուր ոլորտում, կլինի աշխարհագրական ոլորտում, պոլիտիկայի ոլորտում, էկոնոմիկայի և ընդհանրապես ամեն տեղ փոփոխություններ կան, պատերազմներ, մարդիկ իրար դեմ են հելնում, երկիրներ կար իրար են միանում, երկիրներ կար իրար թշնամի են դառնում, մարդիկ travel են անում տարբեր երկրներ, փոխում են իրենց location-ը մտածելով, որ իրենց կյանքը կփոխվի, այդ բոլորը իրականության մեջ մեծ էֆեկտիվ չի քո կյանքի վրա, այ ինչ է փոխվում քո ներսը, դա է ամենակարևոր հարցը։ Եվ ես տարիների ընթացքում ինչքան ուսումնասիրում եմ և ինչի մասին որ խոսում եմ, առաջինը ես մտածում եմ, որ դա վերաբերվում է ինձ, եկել եմ այն հայտարարին, որ ամեն օր, ամեն տարի, ամեն ամիս մարդ պետք է նայի իր կյանքին, որ իր կյանքը փոխի ներսից դուրս։ Եվ եթե տարիներ դու արդեն ապրում ես և կարծում ես դրսի փոփոխությունն է պատճառը, որ քո ներսը կփոխվի կամ քո ներսը կբուժշկվի կամ քո ներսը ապրումները կփոխվի, իրականության մեջ դու որևէ տարիքում, որ դու կաս, մինչև հիմա կյանքի իմաստը, այսպես ասած, չես հասկացել։ Ներսից դուրս է բոլոր փոփոխությունները։ Երբ որ դու սկսում ես նայել քո ներսը, տեսնես
այ դու ինչպես ես կյանքին նայում, այ դու ինչպես ես նայում իրավիճակին։ Կներեք, դու ինչպես ես տեսնում մարդկանց, դու ինչպես ես տեսնում աշխարհը, դու ինչպես ես ընդունում կամ տեսնում փոփոխությունները, եւ ի վերջո հասկանաս, որ գիտես, ոչ մի բան չես կարա փոխես այս կյանքում, այլ դու կարող ես ուղակի փոխես քո տեսանկյունը, փոխես քո մոտենալու ձևը, փոխես, թե դու ինչպես ես տեսնում կյանքը, մարդկանց, եւ ի վերջո հասկանաս, ընդունես այն իրականությունը, որ ամենաճիշտ ապրելակերպը գալիս է, երբ որ դու հասկանում ես միակ բանը, որ դու կարաս փոխես, դա դու ես, քո ներսն է եւ քո տեսանկյունն է։ Եվ այդ ժամանակը, երբ որ ես սկսել եմ վերջերս շատ ուսումնասիրել շատ հայտնի, շատ խելացի, շատ իմաստուն մարդկանց եւ բոլորը եկել են այն հայտարարին, որ իրոք նրանք ուր էլ որ հասել են կյանքում, կլինի հաջողության տեսանկյունից, կլինի կյանքի մեջ էքսպերիենսներից, կլինի իրենց կյանքի փորձից, եկել են մի հայտարարի, որ նրանք երջանիկ են եղել այն ժամանակ, երբ որ իրենց կյանքը տվել են Աստծուն եւ հասկացել են, որ ոչ մի բան այս կյանքում չես կարող փոխել։ Այ ընդամենը 3 օր է մնացել 25 թվականը վերջանալու համար։ Արդյոք երբևիցե արել ես այս տնային աշխատանքը ասեմ կամ այս փորձառությունը ունենաս, գրի, վերցրա մի թուղթ եւ գրիչ եւ գրի քո կյանքի մասին, որ տարիքում ես, ինչ էքսպերիենսներ ես ունեցել եւ ի վերջո գրի այն կարևոր բաները, որ կյանքում քո վրա հետք են թողում։ Այ իմ կյանքում հետք են թողել, ի վերջո ես հասկացել եմ, որ ամենաերջանիկ մարդիկ նրանք են, ովքեր իրենց կյանքի բալանին, իրենց կյանքի բոլոր դռների բալանին հանձնում են Աստծուն եւ ասում են Տեր Աստված, միգուցե այս բանի մեջ ես թերի եմ, չեմ հասկանում, ուրախ չեմ, համաձայն չեմ, բայց վստահում եմ քեզ։ Եվ այդ ժամանակը, երբ որ Աստված սկսում է քո կյանքը փոխել, եւ այդ ժամանակը, որ դու հասկանում ես, չեմ հիշում որ համարն է Աստվածաշնչից, բայց այսպիսի մի հատ հիանալի համար կա, ասում է. վայ նրան, ով իր հույսը դրել է մարդու վրա։ Գիտես, շատ անգամ մեր կյանքը կապում ենք մարդկանց հետ, նպատակ եւ հույս ենք դնում մարդկանց վրա, բայց Աստծո խոսքը լրիվ հակառակն է ասում։ Եվ գալիս ես այն հայտարարին, որ հույսդ պետք է միայն Աստծո վրա դնես։ Եվ եթե մարդիկ կլինեն ընկերներդ, ընտանիքդ, երեխաներդ, ծնողներդ, ով որ է, քեզ կուրախացնեն, քեզ կօգնեն, քեզ թև ու թիկուն կլինեն, նայիր դրանց որպես մի հատ բոնուս, բայց իրականության մեջ, երբ որ դու գալիս ես եւ հասկանում ես, գիտես ինչ, իմ հույսը Աստված է եւ բոլոր իմ հարցերի վերջնական լուծումը նրանից եմ սպասում, դու դառնում ես կատարյալ մարդ եւ այսպես ասած այս կյանքի գաղտնիքը ասեմ թե կոդը ասեմ ի վերջո հասկանում ես։ Եվ այդ դեպքում է, երբ որ դու սկսում ես կյանքին ուրիշ ձև նայել։ Դու տեսնում ես թե մարդիկ ինչպես են վարվում իրենց կյանքում, ինչպես են վարվում քո հետ եւ դու էլ անձնական չես վեկանում, չես նեղանում, ինչու, որտեվ արդեն հասկանում ես, որ կյանքի իմաստը այս է։ Եվ երբ որ տեսնում ես մարդիկ քո հետ ինչ-ինչ հարցերում ճիշտ չեն վարվում կամ ճիշտ չեն հասկանում, դրանից չես նեղվում, որտեվ հասկանում ես, որ քո պայքարը մարդու դեմ չէ։ Դա մեկ, երկրորդը այս ժամանակահատվածը տարվա այս ամիսը մանավանդ դեկտեմբեր բեր ամիսը վերջի 10-15 օրը բոլորը լարված են, շփոթված, մտածում են տարին ավարտեն, այդ ժամանակ է, որ դու պետք է մի պահ կանգ առնես եւ ինքդ զննես քեզ։ Իրոք ինքնաքննություն անես եւ տեսնես իրոք այս մեկ տարվա մեջ կա բաներ, որ դու սովորեցիր, կա բաներ, որ դու փոխեցիր,
Կա բաներ, որոնց վրա որոշում ես արել, որ գիտես ինչ, ես համոզվել եմ այս բաները պիտի իմ կյանքում փոխեմ։ Երբ որ այդպիսի խորը հարցերի դու կարողանում ես պատասխանել եւ համեմատել թե եւ ուսումնասիրել թե Աստված ինչ է ասում այդ ուղղությամբ, քո կյանքը լրիվ 360 աստիճան փոխվում է։ Դրա համար ինչ եմ քաջալերում, ես այսպես ազատ եմ զրուցում այս վիդեոյում, որտեվ շատ մարդիկ ինձ հետ կապտվում են, հետևում են, որի համար շնորհակալ եմ, եթե առաջի անգամ եք ինձ ծանոթանում կամ հետևում իմ ալիքին, անպայման բաժանորդագրվեք YouTube-ում, Instagram-ում, Facebook-ում, հետևեք ինձ։ Եվ իմ կյանքի նպատակներից մեկն է, շատ անգամ մարդիկ ինձ հարցնում են, այս ինչի ես այս վիդեոները անում, գիտես, երբ որ դու բաներ կա, որ կյանքում հասկանում ես, բացահայտում ես, ուսումնասիրում ես եւ Աստված քեզ ցույց է տալի։ Երբ որ Աստված ասեց գնացեք եւ բարի լուրը տարածեք, ես դրա մեջ նաեւ հասկանում եմ, որ բացի իր խոսքից դու պետք է նաեւ տարածես քո կյանքի հասկացողությունը մյուսների հետ, որովհետեւ ինչն է տարբերությունը խելացի կամ իմաստուն մարդու։ Խելացին այն մարդիկ են, ովքեր սովորում են իրենց փորձառության վրա, իրենց սխալների վրա, բայց իմաստուն մարդիկ նրանք են, ովքեր պարտադիր չի այդ սխալը անեն, որ սովորեն այդ դասը, այլ սովորում են ուրիշներից։ Այդ դրա համար իմ նպատակներից մեկն է, ես ինչ սովորել եմ, փորձում եմ վիդեոների միջոցով, մարդկանց հետ շփվելու միջոցով իմ տեսանկյունն ու փորձառությունը կիսվել, որ շատ մարդիկ չընկնեն այդ փորձառության մեջ։ Շատ անգամ պետք չի, որ դու անձնապես այդ փորձառության մեջ ընկնես, որ հասկանաս, որ կյանքը այս հարցերում այսպես է։ Այսքանը հուսամ որոշների արթնացնելու տեղ տվեց, մտածելու տեղ տվեց եւ հուսամ, որ շատերդ կփորձեք կյանքին ուրիշ տեսանկյունից նայեք։ 26 թիվն է գալի։ Ինչ արագ են անցնում տարիները։ Որևէ տարիքում որ կաս, հետ մի նայր, որտեվ անցյալը մենք չենք կարող փոխենք, բայց անցյալի փորձառությունից մենք կարանք խելացի եւ իմաստուն որոշումներ անենք եւ ավելի գնահատենք այն, ինչ Աստված մեզ տվել է կամ այն, ինչ մեր բաժինն է դրել։ Շատ անգամ մեր բաժինը միգուցե դժվար է թվում կամ ոչ հասկանալի է թվում, պետք չի շատ խորանալ, ինչպես Աստծո խոսքում ասում է, բաներ կա մեր գիտությունից վեր է, շատ բաներ կա այս կյանքում, որ միգուցե մենք երբեք չհասկանանք։ Ուղղակի պետք է վստահություն դեպի առ Աստված եւ հասկանալ, երբ որ արթնանում ես, ամեն օր Աստված քեզ կյանք է տալի, անես քո լավագույնը։ Մնացած հարցերը ժամանակի ընթացքում կընկնի իր տեղը։ Հուսամ այս մի թեթև տնական, ընկերական զրույցը որոշներից սրտի հետ կպավ եւ դուք իրոք 26 թիվը կդարձնեք ավելի հաջողակ տարի, ավելի խելացի տարի, ավելի զարգացման տարի, ավելի փոփոխման տարի։ Գիտես, այս կյանքում ինչքան մեծանում ես, հասկանում ես, որ ամենամեծ մրցակցությունը կյանքի մեջ դու ես քո հանդեպ եւ շատ ժամանակ ամենամեծ խնդիրներն ու ստրեսները եւ ապրումները դու ես ստեղծում քո կյանքում։ Եվ դրանից խուսափելու կամ ազատվելու համար ընդհանրապես քեզ պետք է որ միշտ աղոթք անես, Աստծուց խնդրես իմաստություն, որ քո կյանքի հարցերում, քո կյանքի որոշումներում մեջ ինքը քեզ իմաստություն տա, ուղղություն տա եւ ընդհանրապես քեզ պահանջվում է ընդունել, համաձայնվել, խոնարհ սիրտ եւ հետեւել։ Աստված